Ողջունում ենք Տեր Հիսուսի պատվականանով ձեզ, սիրելի հեռուստադիտող բարեկամներ։ Մեր սիրելի Փրկիչը իր երկրավոր կյանքը ավարտեց եւ երբ որ համբարձվում էր մի կարևոր պատվիրան տվեց։ Ասած գնացեք, աշակերտեցեք բոլոր աշխարհը, ավետանի բարի լուրը տարեք։ Եվ աշակերտները հավատարիմ գտնվեցին այդ պատվիրանի մեջ։ Թադևոս եւ Բարդողոմեոս առաքյալները Հայաստան եկան, իրենց կյանքը վտանգի տակ դրեցին, որպիսի Քրիստոսի ճշմարտությունը բերեն։ Եվ թեև զոհվեցին, բայց հավատարիմ մնացին իրենց դավանությանը։ Պետրոս առաքյալը միջև Հնդկաստան հասավ։ Եվ ահա 2000 տարի է, Աստծո դաշտը շատ մեծ է, եւ մշակները գործում են, որ ճշմարտության խոսքը մարդկանց հասկացվի։ Իրապես, եթե չխոսվի, ինչպես պիտի լսեն, ինչպես պիտի հասկանան, ուրեմն Աստծո խոսքը պետք է որ քարոզվի։ Եվ ավետարանչությունը ներկա ժամանակների մեջ ամենակարևորագույն բանն է, քանզի Աստված հունցք ունի, որ վերջին ժամանակների մեջ հավաքում է։ Եվ ահա Աստծո խոսքը տարածվում է ամբողջ աշխարհում։ Որևէ բնակավայր չկա, որևէ տեղ չկա, որ Աստծո խոսքը չհասնի, եւ փառք Տիրոջ դրա համար։ Աստծո խոսքը ասում է. հունցքը շատ է, մշակները քիչ են, ուստի աղոթք արեք, որ հունցքի Տերը մշակներ հանի, եւ փառք Տիրոջ Աստված այդ մշակները տալիս է։ Սերներ, այսօր մեր հյուրն է Հովանես եղբայր Արսենյանը, որ ներկայացնում է Քրիստոսի բժշկարար եկեղեցին եւ ինքը հանդիսանում է այդ եկեղեցու հովիվը, իր հետ միասին հոգեվոր զրույց պիտի ունենանք, անշուշտ ձեզ շատերի ծանոթ են այ, քանզի իրենք իրենց հոգեվոր հաղորդումն էլ ունեն, բարի եք եկել։ Շնորհակալություն։ Հովանես եղբայր, կուզենք նախ ձեր վկայությունը ներկայացնեք մեր սիրելի հեռուստադիտողներին։ Վկայությունները շատ կարևոր են, մանավանդ դրանք մարդկանց հիշողության մեջ մնում են։ Տեր Հիսուս ասաց, դուք իմ վկաներս եք, ոչ թե վկաներ, որոնք դռնե դուռ են գնում եւ մարդկանց էլ ստիպում են իրենց տները մտնելու, այլ վկայություններ, որոնք պարզ Քրիստոսի կատարած գործն են վկայում եւ ինչպես մարդկանց կյանքերը հեղաշրջվում են, փոխվում են, խնդրեմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հայտնություն հաղորդաշարին եւ մեր սիրելի Վարդան եղբորը այս պատեհության եւ հնարավորության համար, որ կարող ենք այս հեռուստաալիքից բաժնեկցենք ճշմարտության խոսքը, փրկության ավետարանը եւ երանի այն մարդուն, ով կլսի եւ իրապես կհավատա, որ ինչ որ հիմա իմ շրթունքներով պիտի վկայվի եւ խոսվի, դա բացարձակ ճշմարտություն է եւ դրա մեջ ստություն չկա եւ դրա մեջ հնարված ոչինչ չկա եւ դա առասպել չէ եւ դա երազ չէ, այլ իրական մի փաստ, իրական մի ճշմարտություն, որ Աստված, ինչպես որ Պողոս առաքյալն է խոսում իր թղթերի մեջ, ասում է Աստված ինձ ընտրել էր իմ մորս որովայնից, բայց երբ որ ուզեց իր որդին ինձ հայտնի, այսինքն ամեն մարդու համար Աստծուց հայտնության օր կա, մի օր, որ Աստված այդ օրվա մեջ իր որդուն Հիսուս Քրիստոսին հայտնում է։ Եվ այդ հայտնության օրը ինձ համար 1985 թվականն էր։ Ես 80 թվականից 79 թվականին 1979 թվականից վերադարձա սովետական բանակի զինվորությունից եւ 80 թվականին սկսեցի իմ երգի ասպարեզը եւ ռեստորաններում եւ հարսանյաց հանդեսների մեջ բավական հաջողակ երգիչ էի եւ մինչեւ 85 թվականը այնպես եղավ, որ բավական մեծ ճանաչում գտա հայ համայնքի մեջ որպես երգիչ եւ վաստակս էլ բավական լավ էր, ամենակիչը կարող եմ ասել, որ ամսական իմ վաստակը 2500 ռուբլի էր, իսկ այդ ժամանակ սովետական կարգերի օրոք ես կարծում եմ 2500 ռուբլին ավելի մեծ դրամ էր, քան թե հիմիկվա դոլարը։ Եվ իմ սովորական կյանքի մեջ եւ իմ առօրյայի մեջ ապրում էի եւ վայելում էի իմ հաճույքները, ապրում էի ինչպես ուզում էի,
տրված էի ինչ որ սիրտս ուզեր, ինչ որ աչքերս տեսներ, անում էի այդ եւ ապրում էի մարմնավոր սրտիս եւ մարմնիս աչքերի ուզածի պես։ Եվ այդպես ապրեցի մինչև 1985 թվականը։ 85 թվականի ամառվա շրջանում իմ հետ մի տարօրինակ բան կատարվեց։ Այդպիսի զգացմունք ես չէի ունեցել մինչև այդ։ Չգիտեմ ինչու Աստծո մասին միտք է եկել գլխիս մեջ, եղբայր։ Անընդհատ միտք Աստծո մասին, Աստծո գոյության մասին։ Մի միտք, որը ինձ համար անհաճելի է, մի միտք, որը ինձ մինչև այդ չի եկել, եւ տարօրինակ է այդ միտքը ինձ համար, եւ ես երբեք չեմ ուզում այդ մասին մտածեմ, որովհետեւ կյանքը, որ ապրում եմ, զբաղմունքը, որով զբաղվում եմ, սիրում եմ, եւ այն ինչ որ անում եմ, հաճելի է իմ համար։ Այսինքն եւ հակառակ է Աստծո։ Այո, իհարկե, մեղանչական կյանք, աշխարհային զեղություններով լեցուն կյանք, բայց այդ բոլորով հանդերձ իմ ներսում կարիք չկա դառնալու դեպի Աստված։ Բայց չգիտես ինչի միտք է եկել գլխիս մեջ, եւ ես ամեն պարագայում աշխատում եմ զբաղվելով տարբեր օտար բաներով խեղդեմ այդ միտքը իմ մեջ։ Այնուհանդերձ այդ միտքը իմ մեջ օրեցօր ավելի էր զորանում։ Եվ ես զգում էի մի բան, այս միտքը ինձ կարծես տանում է մի ուրիշ տեղ, բայց այնուամենայնիվ այս միտքը հակառակ է իմ մարմնի մտքին, եւ ես չեմ ուզում գնալ, որտեղ որ այս միտքն է ուզում ինձ տանի։ Եվ մի տարօրինակ բան էր կատարվում ինձ հետ։ Աստված վկա է, որ ես խոսում եմ իր ներկայության մեջ, եւ ինչ որ խոսում եմ, ինչպես արդեն ասացի, բացարձակապես ճշմարտություն է։ Կրծքիս այս մասում մի ծանրություն է հայտնվել, կարծես մի երկաթյա գունդ այնց էստեղ այսպես խցանվել է եւ շատ սարսափելի նեղություն է տալիս ինձ։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե ես գնամ բժշկի եւ անցնեմ X-ray-ով, բժիշկը պիտի նայի ու տեսնի, որ այդտեղ ոչինչ չկա ֆիզիկապես։ Բայց ես զգում եմ այստեղ մի ծանր գունդ, որը անպատմելի կերպով անհանգստացում է, ցավ չէ, բայց շատ անհանգստություն է ինձ տալիս։ Եվ ճշմարիտ ասեմ, ես այդպիսի պարագաներում փորձում էի խմիչքի, ալկոհոլի ազդեցության տակ միայն խեղդեմ այդ ճնշումը, որովհետև զգում էի, որ դա իմ ներսում ճնշում է, ինձ ճնշում է, ինչ է կատարվում ինձ հետ։ Ես չգիտեմ, ցավ չկա, բայց ահավոր անհանգիստ եմ։ Եվ միայն կարողանում էի ալկոհոլի մեծ ազդեցության դեպքում էր միայն, որ այդ ճնշումը դադարում էր, ես չէի զգում։ Բայց մյուս առավոտյան անմիջապես արթնանալուց հետո նորից այդ ճնշումը կա։ Այդ բանը ուղղակի ծանրոցի պես ծառացած է ներսումս, այստեղ կրծքիս մասում եւ սարսափելի ձևի խեղդում է ինձ։ Ինչ անում եմ այդ ծանրությունից չեմ կարող ազատվել։ Եվ ես զգում եմ, որ սա հոգեվորի հետ անտեսանելի այն աներևույթ աշխարից եկած մի բան է, իմ ներսում կատարվում է մի գործ, մի բան, որ ես ինքս չեմ հասկանում, բայց սա ինձ կարծես նորից մաղում է եւ նորից միտքս գալիս է Աստված։ Եվ ես զգում եմ, որ այս ինչ որ իմ ներսում կատարվում է, կապ ունի Աստծո հետ, կապակցություն ունի Աստծո հետ։ Եվ այնպես եղավ, որ ես սկսեցի ուշադրություն դարձնել, որ այսպես շարունակվել չի կարող, որովհետև այս ներքին ճնշումը ինձ տանում է ավելի վատթարագույն վիճակների մեջ։ Եվ պատահեց մի օր ես տանն էի, իմ տան մեջ, գիշերվա կես գիշեր, երևի կես գիշերվա ժամը 2 եւ 3 առավոտյան կողմ, ես այդ ժամանակներում, այդ օրերի ընթացքում շատ էի տրվում ալկոհոլին։ Եվ այդ օրն էլ իմ սովորական օրվա պես վերադարձա տուն եւ պարկեցի քնելու։ Եվ գիշերվա կեսին ես զգում եմ, ինչպես հիմա եթե ես ձեռքով խոթեմ քո կողը, դու անպայման կզգաս, այդպես գիշերվա կեսին զգում եմ մեկը ձեռքը խոթում է կողս, արթնացնում է ինձ։ Ես աչքերս բացեցի եւ իմ մահճակալի կողքին տեսնում եմ մի անպատմելի լույս եւ լույսի միջից մի անձնավորություն մարդու նմանությամբ խոսում է ինձ հետ։ Եվ
այդ պահին ժապավենի արագությամբ իմ մտքով անցնում է այն բոլոր կյանքը, որ ես ապրում եմ։ Խոսք չկա, ձայն չկա, բայց կարծես ֆիլմի նման իմ մտքիս մեջ պատտվում է եւ իմ առաջ ներկայանում է, իմ աչքերի առաջ կարծես տեսանելի կերպով ես տեսնում եմ այն սխալ կյանքը, որով ես ապրում եմ։ Եվ սարսափելի ամոթ եկավ մեջս։ Եվ ես սկսեցի բարձր լացել։ Ես սա վկայում եմ եւ ուզում եմ դիմեմ հեռուստադիտող բարեկամներին։ Սա փաստ է եւ ճշմարտություն է։ Եվ սրանում ոչինչ հնարված բան չկա։ Ես խնդրում եմ, հիմա եթե կա մի ձայն, որ ձեզ ուզում եմ մղի, որ դուք հենց հիմա վեր կենաք ու հեռուստացույցի առաջից գնաք, որովհետեւ պատմությունը միգուցե տարօրինակ թվա ձեզ, եթե կարելի Աստծո ողորմությամբ, համբերեք մի քիչ էլ։ Մնացեք հեռուստացույցի առաջ եւ դուք կտեսնեք սրա փառավոր վերջավորությունը։ Եվ այդ պահին ես անմիջապես սկսեցի բարձր լացել ամոթի զգացումից։ Այդ պատկերը լույսի միջից նայում է իմ վրա։ Եվ ինքը խոնարել է իր գլուխը, ինքը չի նայում իմ աչքերի մեջ։ Խոնարել է գլուխը ու կարծես նայում է հատակին։ Ու ես բարձր լալիս եմ եւ ամենազարմանալին ինչ է, ամենազարմանալին։ Կինս իմ կողքի մահճակալին քնած եւ ես գիշերվա կեսին ամբողջությամբ լռության մեջ, տանը մեջ բարձրաձայն արտասվում եմ եւ ոչ մյուս սենյակում քնած մայրս ու եղբայրս ու իր ընտանիքն է արթնանում եւ ոչ էլ այս սենյակում կինս, որ իմ անմիջապես իմ կողքին էր քնած, ոչ ոք չարթնացավ այդ ժամանակ ընթացքում։ Եվ այդ պահը տևեց բավական, կարող եմ ասել, մի 20-25 րոպե տևողությամբ, այդպես այդ վիճակը, այդ իմ ներքին, իմ սրտի գաղտնիքները բացահայտող վիճակը։ Ես ասեմ, եւ սա փաստ է, օր կգա, որ ամեն մարդ պիտի կանգնի Աստծո առաջ։ Անպայման։ Եվ հետեւյալ փաստը, որ Տեր Աստված եւ նրա որդին Հիսուս Քրիստոսը մարդուն չեն հարցաքննելու, որ դու ինչ կյանք ես ապրել։ Ես դրանից դա եմ հասկանում։ Չեն հարցնելու դու ինչ մեղքեր ես արել կամ ինչ մեղքեր չես արել։ Ժապավենի արագությամբ քո աչքի առաջ կգա քո բոլոր արած անցանքները։ Պետք չէ որ Աստված քեզ խոսի կամ պետք չէ որևէ վկա որ քեզ փաստի սխալ կյանքը, որ դու ապրել ես երկրի վրա։ Քո սխալները կգան քո առաջ եւ քո խիղճը քո ներսում քեզ կմեղադրի եւ քեզ կդատապարտի։ Սա փաստ է։ Ես զգում եմ ինչպես է իմ խիղճը իմ ներսում ինձ մեղադրում իմ ապրած սխալ եւ անօրեն կյանքի համար։ Եվ դա էր պատճառը, որ ես ամոթից բարձրաձայն լաց էի լինում։ Եվ հասավ մի պահ, որ այդ բոլորից հետո նա նայեց իմ վրա ու խոսեց։ Եվ նրա խոսքը հետևյալն էր. մինչև այսօր դու ապրել ես քեզ համար, սրանից հետո դու պիտի ապրես իմ համար։ Ես այս ձայնը լսեցի, ինչպես հիմա դու իմ կողքին խոսում ես, ես այդ պատկերը տեսա, ինչպես հիմա քեզ եմ տեսնում, ես այն չշոշափեցի, բայց ես հաստատ համոզված եմ, եթե ուզեի շոշափեմ, կարող էի շոշափեմ։ Այսինքն դա միֆ չէր, դա ցնորք չէր, դա մի իրական տեսիլք էր, հայտնություն, որ Աստծուց հայտնվեց ինձ համար։ Եվ պատկերը վերացավ, եւ ես եմ իմ անկողնու մեջ սարսափելի լացած, սարսափելի անհանգստացած։ Վեր կացա իմ անկողնուց, գնացի խոհանոց։ Իդեպ ասեմ, որ մայրս խոհանոցում էր քնում։ Ես գնացի խոհանոց, ուզում եմ, չգիտեմ ինչու քաղցած զգացի, ուզում եմ մի կտոր հաց վերցնեմ, ու անմիջապես մայրս արթնացավ։ Այդ ժամանակ մեր ընտանիքից միայն մայրս էր, որ պաշտում էր Տիրոջը։ Եվ մայրս տեսավ իմ վիճակը, տեսավ աչքերիս կարմրած եւ ուռած վիճակը եւ ինձ հարցրեց, որ ինչ է պատահել։ Եվ ես պատմեցի իրեն այդ վկայությունը եւ մենք բավական երկար արտասվեցինք իրար հետ եւ հետո աղոթեցինք իրար հետ։ Ես խոստովանվեցի Տիրոջը իմ մեղքերը եւ ես համոզված եմ, ես շատ պարագաներում Վարդան եղբայր խուսափում եմ այս վկայությունը տամ։ Ինչու՞։ Որովհետեւ լինում են մարդիկ, որոնք մտածում են, դե դու հայտնապես տեսել ես Հիսուսին, բարձր որ դու պիտի հետևես Հիսուսին, բայց եթե ես էլ տեսնեմ Հիսուսին,
Ես էլ կհետևեմ Հիսուսին, բայց քանի որ ես չեմ տեսնում, ոչինչ բան ինձ չի մղում հետևելու Հիսուսին։ Բայց թույլ տվեք շարունակեմ այս վկայությունը։ Մարդը կարող է տեսնի Հիսուսին ու տակավին չհետևի Հիսուսին։ Եվ շատ դեպքեր եղել են, որ մարդը իր մարմնից անգամ դուրս է եկել, ի վերջո ասած, որ ես դեռ փաստեր չունեմ, որպեսզի հավատամ, որ հետմահու կյանք կա։ Այո։ Այդքան խոստովանությունից, այդքան զեղչից, այդքան ապրումներից հետո թվում է, թե մարդը անպայման պիտի արդեն դառնա ու ամբողջությամբ ծառայի Հիսուսին։ Մյուս առավոտ ես արթնացել եմ հոգուս մեջ մի ոչ թե հոգուս մեջ, այլ ավելի ճիշտ մարմնիս մեջ հոգուս հակառակ մի ձայն ինձ ասում է, որ պետք չէ հետևես Հիսուսին։ Եվ ես զգում եմ, որ այս ձայնը ինչքան զորավոր է։ Զգում եմ, որ ես չեմ հետևի Հիսուսին։ Նորից եմ կրկնում, մեկը կլինի, որ անպայման կմտածի, այդ տեսիլքից հետո մարդը անպայման պիտի հետևի Հիսուսին։ Մարդու ներսը, մարդու մարմինը եւ մարմնի էությունը այնքան խաբեբա է, այնքան ստորություն եւ ստություն կա մարդու մարմնի մեջ, որ մարդը կարող է հայտնապես տեսնի, հայտնապես զգա, շոշափի լսի, որովհետեւ մենք որ կարդում ենք Սուրբ Ավետարանը, մենք տեսնում ենք հրաշքները, որ Հիսուս գործում էր։ Եվ մարդիկ նորից չէին հավատում։ Մեռելների հարություն, անդամալուծների բժշկություն, կույրերի տեսնել, կաղերի քայլել, հաշմանդամների բժշկություն եւ անգամ Հովանես Ավետարանիչը ասում է, որ եթե մենք մանրամասնությամբ գրենք այն բոլորը ինչ որ նա արեց, թուղթը չի բավարարի եւ գրիչը չի բավարարի, որ մենք կարողանանք այդ բոլորը բովանդակենք։ Այսինքն այդքան այդ ընդամենը 3 տարի ու 6 ամիս տևողության իր գործնեության մեջ նա այնքան անչափ հրաշքներ ու զորություններ գործեց, բայց այդ բոլորով հանդերձ չհավատացողները չհավատացին։ Այո։ Ասում են նրանք տեսան Ղազարոս անունով մեկին, որը 4 օրվա մեռել էր եւ Հիսուսը մեռելներից հարություն տվեց, ասում է մյուս օրը եկան մարդիկ, որպեսզի տեսնեն Ղազարոսին եւ տեսնեն Հիսուսին, բայց դրանց մեջ կային նաեւ մարդիկ, որոնք մտածեցին կսպանենք եւ Ղազարոսին, կսպանենք եւ Հիսուսին։ Այսինքն մարդիկ այս հրաշքը տեսնելուց հետո ոչ թե ուզում են դառնալ Հիսուսի հետևորդները, այլ ուզում են Հիսուսի կատարած հրաշք անգամ սպանեն։ Մեռելին հարություն է տվել, մենք այդ հարություն առած մեռելին էլ կսպանենք, իրեն էլ կսպանենք։ Սա մարդու սրտի դիտավորությունն է։ Դրա համար խնդրում եմ, ճիշտ հասկացեք այն վկայությունը, որ ես հիմա տալիս եմ այս հեռուստաէկրանի առաջ։ Թեպետ ես տեսա այդ հայտնի տեսիլքը եւ ինչպես վկայեցի այն շոշափելի էր, այն տեսանելի էր, նրա ձայնը ես լսեցի հստակությամբ, բայց այդ բոլոր բաներով հանդերձ ես մյուս օրը վեր կացա եւ ասացի մի բան։ Խմիչքից հեռու կմնամ, անօրեն կյանքից հեռու կմնամ, բայց իմ երգը, իմ երաժշտությունը, իմ հարսանիքները, իմ առօրյա անելիքները, գործունեությունները կշարունակեմ։ Դա էր իմ որոշումը։ Այսինքն մասամբ կտրվեմ Հիսուսին, մասամբ կմնամ աշխարհի հետ։ Դա իմ որոշումն էր։ Եվ ինձ թվաց, որ ես Աստվածը հաճո մի բան եմ անում եւ ուզում եմ շարունակեմ այդ կերպով։ Եվ հենց այդ առաջիկա շաբաթ օրը մենք հարսանիք ունեինք։ Եվ այդ հարսանիքը իմ ամենամտերիմ մարդու տղայի հարսանիքն է։ Կարելի ասել ընկեր։ Ընկերոջս տղայի հարսանիքն է եւ ընկերս ինչպիսի մեծ ողջավորությամբ է սպասել այդ օրվան եւ մենք էլ բոլորս ողջավորված, որ այդ օրը պիտի շատ տոնախմբությամբ, շքեղությամբ այդ հարսանիքը անցկացնենք։ Իդեպ ասեմ, ես այնքան սա պարծանք չէ ուղղակի Տիրոջ տված շնորհքը, որ թեպետ օգտագործում էր աշխարհի մեջ սխալ նպատակների համար, բայց ես այնքան աշխուժությամբ էի անցկացնում այդ հարսանիքները, եղբայր, որ մարդիկ շատ բավարարված եւ շատ այսպես ներքուստ, ողջավորված, ուրախացած գնում էին այդ վայրից։ Այս անգամ նորից իմ մտածմունքներով, իմ որոշումներով, իմ ծրագրերով գնացինք այդ հարսանիքին։ Գնացինք այդ հարսանիքին, ցավոք սրտի, հենց այդ հարսանիքի սրահից ներս մտա, ոտքս ներս դրեցի, Վարդան եղբայր, չես պատկերացնի ինչ կատարվեց ինձ հետ։ Այդ վայրը ինձ համար կարծես մի ոչ թե հարսանիքի տուն էր, այլ գերեզմանատուն։
ներքուստ մի սարսափելի տխրություն, ներքուստ մի սարսափելի անհանգստություն, տրամադրությունս ամբողջությամբ ոչնչացավ, եւ ես այդտեղ կանգնած եմ ապշած մարդու պես։ Եվ միտքս միայն մի բան է, ես այս հարսանիքը չեմ կարող տանել, որովհետև ներսս սուգ կա, սուգ, անմիջապես ներսս սուգ լցվեց, ու ես ապշեցի, որ ինչ է կատարվում ինձ հետ, ինչ պատահեց ինձ։ Հիմա անմիջապես մարդկորեն սկսեցի ծրագրել, ասի տղաներին կասեմ, որ ես պիտի գնամ տուն, եթե ուզում եք կգնամ մի հատ ուրիշ երգիչ ձեզ համար կբերեմ։ Իհարկե երբ տղաները լսեցին շատ անհանգստացան, առավել եւս անհանգստացավ հարսանիքի հայրը։ Ասեցի ամբողջ միտքը նպատակը, որ դու այս հարսանիքը պիտի անցկացնես։ Եթե դու այս հարսանիքին չպիտի լինես, ոչ մի երգիչ մի բեր, ես ոչ մեկին չեմ ուզում։ Ես ստիպված մնացի այդտեղ եղբայր։ Եվ ես որ ամեն հարսանիքին երգում էի, կարող եմ հանգիստ ասեմ, առնվազն 40 երգ, 50 երգ, եթե ոչ ավել, ամբողջ հարսանիքի ընթացքում, այդ ամբողջ հարսանիքի ընթացքում կարողացա երգեմ ընդամենը 2 տխուր լալկան երգ։ Ես հասկացա մի բան։ Հիշեցի այն ձայնը, որ դրանից մի քանի օր առաջ ինձ հետ խոսել էր։ Մինչև այսօր դու ծառայել ես քեզ, բայց սրանից հետո դու պիտի ծառայես ինձ։ Եվ իհարկե այդ հարսանյաց հանդերձը շատ անհաճելի անցավ իմ կողմանը, տանտերը եւ մյուսները եւ իմ երաշտական խումբը շատ դժգոհեցին, շատ հուսահատվեցին, եւ երբ մենք դուրս եկանք այդ վայրից, ես տղաների առաջ հռչակեցի հետեւյալը. ես այլևս տղաներ չեմ մասնակցելու այսպիսի հարսանեկան խնջույքների եւ չեմ երգելու այսպիսի երգեր։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտող բարեկամները ճիշտ հասկանան, ինչի համար ես չուզեցի այլևս երգեմ այն, ինչ որ երգել էի։ Երգի մեջ երկրպագություն կա։ Մենք օրինակ երգ ունենք, բալկոնիցդ դուրս արի, մարմար մարմինը տեսնեմ, սխալմունքս կներես, սև աչերիդ մեռնեմ։ Ես ինչ որ երգից մի հատ քարյակ եմ մեջ բերում անում։ Եվ մարմար մարմինը տեսնեմ, սխալմունքս կներես, սև աչերիդ մեռնեմ, սրանք բոլորը մեռնեմ բառը, քեզ մեռնեմ, քեզ զոհվեմ, քո ոտքերի տակ լինեմ, քեզ երկրպագեմ, քեզանով եմ շնչում, քեզանով եմ ապրում, քեզանով եմ գոյատևում, սրանք բոլորը երկրպագության, պաշտամունքի խոսքեր են։ Մարդուն։ Եվ այս խոսքերը եղբայր, արժան է ուղվի միայն արարչին եւ ոչ որևէ արարվածի։ Առավել եւս, երբ որ դրա մեջ կա մի բան, որը կապ ունի կրքի հետ, ցանկության հետ, աշխարհային ու մարմնավոր մտքի հետ։ Ես հիմա երգում եմ, օրինակ ասում եմ դու ես իմ կյանքը, եւ գիտեմ, երբ ասում եմ դու ես իմ կյանքը, ես գիտեմ ում եմ ուղում այդ խոսքը։ Եվ հիմա իմ երգացանկի մեջ զեղչ կամ ասել որ սխալ ասացի չկա, որովհետեւ ես գիտեմ մի բան, երգը որ երգվում է ուղված է արարչին, խոսքերը որ ասում են ուղված են արարչին, փառքը որ գնում է արարչին, որովհետեւ միայն նա է արժան առնելու փառքը, մեծարանքը ու պատիվը։ Եվ ես որոշեցի այս բիզնեսի հետ ես իմ ժամանակը կտրում եմ, այլևս չեմ կարող ես այս բիզնեսի հետ շարունակեմ։ Իհարկե առաջին մարդը որ ինձ դեմ դուրս եկավ, դա իմ եղբայրն էր, որը հիմա Փառք Հիսուսին Չարենցավանում եկեղեցու հովիվ է եւ առաջնորդում է մոտավոր 500 հոգեանոց եկեղեցի եւ այդ ժամանակ ինքը իմ նվագախմբի մեջ գիտար էր նվագում եւ ինքը առաջինը եղավ որ հակառակվեց երբ որ իմացավ որ ես արդեն խումբը պիտի թողնեմ եւ ինքը ասաց Երանի դու մեռած լինեիր քան թե դու այս որոշումը կայացնեիր եւ մյուս խոսքը որ եղավ իր հետեւյալն էր եթե մենք բոլորս պիտի գնանք դժոխք ինչի համար դու ել չես ուզում մեզ հետ գաս դժոխք ինչու ես դու ուզում գնաս դրախտ բայց ես արդեն ինչպես տվեցի իմ վկայությունը եւ մի փոքր էլ պիտի շարունակեմ այս վկայության վերաբերյալ միտքը հետեւյալն էր եւ ես իմ եղբորը պատասխանեցի ես չեմ հետևում Հիսուսին որովհետեւ չեմ ուզում գնամ դժոխք ես հետևում եմ Հիսուսին որովհետեւ Հիսուսն է իմ օդը իմ գոյությունը իմ կյանքը եւ իմ ապրելը ամեն ես չեմ կարող լինեմ առանց նրա եւ եղբայրս դրանից հետո ինչպես արդեն նախորդ նշեցի մենք երկուսով ապրում ենք մի տան մեջ որովհետեւ շատ ենք սիրում իրար
Թեկուզ բնակարանը, որի մեջ ապրում ենք, շատ փոքր էր, նեղ էր, երկուսով ամուսնացած երեխաներ ունենք, բայց մենք ասում ենք, որ եթե մենք մի մեծ բան էլ նվաճենք, պիտի նվաճենք ու հետո բոլորով միասին գնանք այդ մեծ տանը մեջ։ Բայց քանի որ այսպես է, պիտի իրար հետ ապրենք, այսինքն երկու եղբայր ենք, մենք շատ սիրով իրար հետ կարող ենք ապրենք, բայց այդ ժամանակ արդեն ես հասկացա, իմ հոգեբանությունը, իմ աշխարհը փոխվել է։ Ես ուզեցի մի ուրիշ տուն ճարեմ։ Եվ այդ օրը մենք երկու եղբայրով մի տեղ ճարեցի ես, որ պիտի վարձով գնայի եւ մնայի այդ տեղը, ես եւ եղբայրս միասին գնացինք այդ վայրը, որպեսզի մի քիչ վերանորոգենք այդ բնակարանը, որ կարողանամ կարճ ժամանակվա ընթացքում իմ ընտանիքով տեղափոխվեմ այդ նոր բնակարանի մեջ, մտանք այդ ներսի սենյակը եւ եղբայրս նայեց իմ վրա ու նորից հարց տվեց ինձ։ Հարց տվեց, որ դու այս եկող կիրակի մենք ունենք հարսանիք, դու մեզ հետ գալու ես թե ոչ։ Ես ասի արդեն քանի երրորդ անգամ ես քեզ պատասխանել եմ։ Ես այդ բիզնեսի հետ իմ ճանապարհները խաչում եմ։ Ես այլևս դրա հետ գործ եւ անելիք չունեմ։ Եվ ինքը բարկացավ, վեր կացավ եւ դուռը ուժգնությամբ փակեց իմ վրա ու գնաց։ Մնացի մենակ։ Տակավին մինչև այդ պահը այդ ծանրացած գունդը նորից այստեղ է։ Թեպետ այսքան որոշումներ եմ կայացնում, բայց այդ գունդը այստեղ է։ Ներսիցս մի ձայն, մի զգացում եկավ, որ աղոտ կարա։ Ես նայեցի, տեսա, որ պատշգամբը, որ կա, պատշգամբից այն կողմ կարող են կողքի բնակարաններից տեսնեն ներսը։ Դրա համար ընտրեցի մի անկյուն, որը միգուցե իմ տեսնելով, բայց այն ամենայնիվ ինձ թվում էր, որ ոչ ոք ինձ դրսից չի տեսնում։ Ես արդեն ամբողջությամբ քողարկված մի անկյունում եմ, եւ այդտեղ որոշեցի այդ անկյունում որոշեցի աղոտ կանեմ։ Լսեք շատ ուշադրությամբ, ամենահետաքրքրական պահն է հիմա։ Եղբայր, ուզում եմ աղոտ կանեմ, ես եմ եւ ուրիշ ոչ ոք այդ դատարկ սենյակի մեջ մի սարսափելի ամոթ է եկել իմ վրա։ Ամոթ։ Քրտինքը ճակատիցս ոչ թե կաթում է, այլ հոսում է։ Ամոթը այնպես է պատել ինձ, ով կա այստեղ։ Ես ապշած նայում եմ իմ շուրջը, ինձանից բացի այստեղ ով կա, եւ ինչու եմ ես այսպես ամաչում, ումից եմ ես ամաչում, ես եմ ու ես, ուրիշ ոչ ոք չկա, բայց ես ներքուս ձայն առա, խավարի ուժերը հիմա ազդում են քո վրա, խավարի ուժերը հիմա ազդում են քո վրա, եւ ես գիտեմ, մեր հերոստատիտող բարեկամների մեջ էլ կգտնվեն անձիկ, որոնք հաճախ ուզում են Հիսուս անունը դավանեն, ուզում են Հիսուս անունը տան, բայց իրենք միշտ այն հետաձգում են, ինչու համար, խավարի ուժերի, մարմնավոր բարեկամների, երկրավոր ընկերների եւ տարբեր ազդեցությունների պատճառով։ Անկամ ամոթ հասկացողությունը, ամոթ է։ Այո, ամոթ է։ Անկամ դու քո անձը քեզ կխոսի, որ ամոթ է, որ դու ծունկի գաս։ Հիմա ես այդ պահում զգում եմ մի բան։ Ես ուզում եմ ծունկերս կրկնեմ Աստծո առաջ։ Ես ուզում եմ Աստծո անունը կանչեմ, ես այլևս չեմ կարող շարունակեմ այսպես։ Աշխարհի դռները փակված են իմ համար։ Ես այլևս ոչինչ չունեմ աշխարհի հետ անելու։ Ես պիտի տրվեմ Հիսուսին, բայց զգում եմ մի բան, մի ուժ ամոթ է բերել իմ վրա, ու ես բարձր աղաղակեցի. Տեր Հիսուս, օգնիր, ես ուզում եմ ծունկի գամ քո առաջ, ես ուզում եմ կանչեմ քո անունը։ Եվ ասեմ, միգուցե չհավատաք, ծունկերս կարծես երկաթից էր։ Երկաթը չի ծալվի, չէ։ Ծունկերս կարծես դարձել էր երկաթ։ Չէր կրկնվում իմ ծունկերը։ Այդպիսի սարսափելի վիճակի մեջ էի ես, նեղության ու տագնապի ու տառապանքի։ Եվ ես այսպես պատին հենված եղբայր, ոչ թե ծունկի եկա, այլ ուղղակի այսպես պատի հետ սահեցի մինչև գետին եւ կանչեցի իր անունը, ու ասեցի օգնի ինձ ու ազատիր ես իմ ներսի տառապանքից եւ այս ծանր իրավիճակից։ Եվ անմիջապես այդ իմ կրծքի ծանրությունը հեռացավ եւ երկ եկավ ներսս, երկ։ Ես զգացի ամոթը գնաց, սատանան հեռացավ, վեր կացա, էլ հիմա բոլորովին միտքս չի կամ անգամ ուշադրությունս էլ չի գնում դե դրսից որևէ մեկ ինձ կտեսնի։ Սկսեցի երգել եւ այդ սենյակի մեջ ամբողջ 3 ժամ ես պատտվում էի եւ երգում էի իմ Արարչին։ Եվ ամենաերանությունը լցվեց հոգուս մեջ։ Եվ իմ վկայությունը ուզում եմ վերջացնեմ,
հետևյալ խոսքերով. այն ինչ որ նա այդ օրը տվեց ինձ, դրամը չի տալիս, աշխարհի հաճույքները չեն տալիս, դրագը, ալկոհոլը եւ մյուս մարմնավոր հաճույքները, անգամ կարող եմ ասեմ սեքսը եւ ամեն տեսակ օտար բաներ չեն համեմատվում այն փառավոր խաղաղության հետ, որ այդ օրը ես առա եւ որով ապրում եմ մինչեւ առ այսօր։ Եվ ես կարող եմ ասեմ, այդ պահին, երբ ես թողնում էի իմ հարսանեկան խնջույքները, անձիկ կային, որ ինձ ասում էին, քաղցած կմեռնես, դու երկից բացի ուրիշ շնորհք չունես, դու որևէ հատուկ կրթություն չունես, որ կարողանաս քո ընտանիքին հոգս անես, դու քաղցից կմեռնես, որովհետև թողեցիր քո երգը։ Բայց ես գիտեմ մի բան, ես թողեցի աշխարհի երգը, բայց իմ շուրթերի վրա առա ճշմարիտ երգը։ Եվ նա, որի անունը ես երգեցի, նա ինձ ասաց մի բան. երբեք քեզ չեմ թողնի, երբեք քեզ երեսիցս չեմ լքի։ Եվ մինչև այսօր իմ երեխան հացի կարիք չունեցավ, եւ մինչև այսօր ես որևէ մեկին ձեռքս չմեկնեց ասելու կարիքի մեջ եմ, ինձ որևէ կերպով հոգա, Աստված հոգաց, եւ ես համոզված եմ, իմ Աստվածը այս երկնքներից բարձր է եւ այս բոլոր կարողություններից բարձր է, եւ նա իր խոսքում հետեւյալն է ասում. երկիրը ու բոլոր նրա միջինը իմս է։ Եվ նա այդ բոլոր, որ այս երկրի ու բոլոր նրա միջի եղածների Տերն է, կհոգա ամեն իրեն դարձողի հոգը։ Եվ ամեն իրեն դարձողի կարիքը ինքը կլցնի իր շնորհքի առատության չափով։ Օրհնյալ լինի իր անունը։ Հովանես եղբայր, դու զարմացած ես ինչ որ քո հետ տեղ ունեցավ։ Այո, ես ապշած եմ։ Որովհետև Աստծո գործերը անքննելի անզննելի են։ Աստված ամենամեծ որսորդն է։ Ինչպես պրոֆեսիոնալ որսորդը գիտի թե իր որսին ինչպես պիտի բռնի, Աստված այդպես գիտի թե ամեն մեկին ինչպես պիտի որսա։ Դու իր հավիտենից իր ընտրության մեջ կայր, ժամանակը լրացավ, Աստված կանչեց։ Ինչպես Պողոս առաքյալին, Աստծո եկեղեցին հալածող մեկին, Աստված ի վերջո ծնկի բերեց Դամասկոսի ճանապարհին։ Այնպես որ թեև այո, վկայությունը շատ գեղեցիկ էր եւ հուզիչ էր եւ ցնցիչ էր, բայց թե զարմանալի եւ չպիտի զարմանաք, որովհետեւ Աստծո գործերը անքննելի են։ Եթե կարելի է Վարդան եղբայր, ես ասեմ ինչու եմ ես զարմացած։ Զարմացած չեմ Աստծո հրաշքների ու մեծությունների վրա։ Ավելի զարմացած եմ, որ այդ ընթացքում, որ ինքը փորձում էր ինձ կանչեր, ես թեպետ հակառակվում էի իրեն։ Ես բացարձակ իրեն ասում եի, որ թող ես իմ գործին լինեմ, ես չեմ ուզում դառնամ, ես չեմ ուզում քեզ ծառայեմ, թող ես իմ ճանապարհով գնամ, բայց նա օրեց օր ավելի շրջապատում էր ինձ։ Ես զարմանում եմ նրա անպատում սիրո վրա, եղբայր, որ թեպետ եւ մենք մարդիկս հաճախ այդպես ագրեսիվ կերպով կարող ենք իրեն հակառակվենք, բայց ինչպես մի հայր երբեք իր ձեռքը չի քաշում իր զավակից եւ երբեք չի ասում գնա ինչ ուզում եք քեզ պատահի, այդպես էլ Աստված իր ողորմած ու բարեգութ ձեռքը չի ետ քաշում մեզանից, հապա մեզ պատած շրջապատած տանում է մինչև կարողանա հասցնի այն ապահով տեղին, որտեղ մենք իրեն կպաշտենք արդեն կատարյալ կամեցողությամբ եւ կատարյալ սրտով։ Դա է իմ զարմանքի պատճառը։ Սիրելի եղբայր, ուրեմն կյանքդ փոխվեց, այդ վկայությունը ապացուցեց, որ կյանքիդ մեջ փոփոխություն եկավ եւ տրվեցիր Տեր Հիսուսին, առաջ աշխարհներ գովաբանում, երգում էր աշխարհի գեղեցկությունը, այսպես կոչված խաբեական, բայց հիմա եկավ ժամանակը, որ Քրիստոսի սերը պիտի գովաբանես։ Այո, ճշմարտության իրականությունը այն է, որ իրականության մեջ մենք ունենք մեր հաղորդածրագիրը, որը կոչվում է Հիսուս բժշկում է կոտրած սրտերը քրիստոնեական ծառայություն, եւ այս հայտնություն հաղորդաշարը, որի մեջ դուք դնում եք այդքան ջանք, երանգ եւ ձեր դրամական միջոցները, եւ ինչն է մեր այս ամբողջ արածի նպատակը եւ միտքը, ինչ է մեր, բացի իհարկե այս երկու հաղորդածրագրերից մենք գիտենք ուրիշ հաղորդաշարեր, որ կան Սարոխաչիկյան եղբայրը եւ Դանիել Ալբարյան եւ մյուս ուրիշ քրիստոնեական առաջնորդներ, ինչ է այս ամբողջ նպատակը եւ ինչ է այս ամբողջ ժամանակի տրամադրելը, ֆինանսական տրամադրումը, չէ որ նպատակը մի բան է, որ մենք կարողանանք ճշմարտության լուրը հասցնենք
ամեն մարդու եւ որպեսզի ամեն մարդ գիտենա այն թաքնված ճշմարտությունը, որի մասին դու նախորոք ամենասկզբից հիշեցրիր, որ գնացեք եւ ամբողջ աշխարհը քարոզեք։ Ես այս բանին իհարկե ես սիրում եմ երգել երաժշտության ամբողջական նվագակցությամբ, բայց այս բանին ուզում եմ մի քարյակ ընդամենը մեր հեռուստադիտող բարեկամներին ուղղեմ Աստծո սիրո եւ նրա կատարած գործի վրայով։ Բոլորը սիրով կլսենք։ Իհարկե այն չի հնչի պրոֆեսիոնալ աստիճանի, որովհետեւ կլինի առանց երաժշտության, բայց ես ուզում եմ ամեն մեկ լսող խորին ուշադրություն դարձնի, թե ինչպիսի բառեր եւ ինչպիսի խոսքեր կան այս քառատողի մեջ։ Սիրով։ Նայիր, ինչ խավար է շուրջ բոլոր, մարդիկ խարխափում են խավարում, գնում են դեպ կորուսթավիցյան, առանց հասկանալու, կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն, որ ձեզ համար զոհեց որդուն, տեսեք ինչպես կանչում է նա, ետ դարձեք Հիսուսին, ետ դարձեք, կանգնեք մարդիկ, լսեք Աստծուն, որ ձեզ համար զոհեց որդուն, տեսեք ինչպես կանչում է նա, ետ դարձեք Հիսուսին, ետ դարձեք։ Ես հիմա այս երգի հնչյունների ներքո ուզում եմ ուղղեմ խոսքս ամեն այս հաղորդաշարը դիտողին։ Աստված քո հոգու խորքում ինչ որ թաքնված տեղ անպայման խոսում է քեզ հետ։ Այդ ներքին ձայնին լսիր եւ ուշադրություն դարձրու։ Այո։ Որովհետեւ եթե այդ ներքին ձայնով չառաջնորդվի մարդը, տեսնի Հիսուսին էլ, տեսնի հրաշքն էլ։ Այս գրքում, Հայտնության գրքում գրված է, որ Աստծո սարսափի բորբոքը, Աստծո բարկության կրակը պիտի թափվի մարդկանց վրա, բայց մարդիկ դարձյալ չպիտի ապաշխարեն։ Անկամ իրենց լեզուները պիտի ծամեն, բայց իրենց չար գործերից ետ չպիտի դառնան ու չպիտի ապաշխարեն։ Այո։ Բայց Աստված այնքան երկայնամիտ է, սիրող, ողորմած, գթած է, մարդուն միջև իր վերջին շունչը սպասում է։ Այո։ Որովհետև Աստված չի ուզում մեկը կորսվի, երկայնամիտ է, սպասում է։ Ինչ անի Աստված, երբ որ մարդ իր կյանքի բոլոր տևողությամբ ասում է՝ «Պարա բան է, ես չեմ հավատում»։ Դրանից հետո ինչ է սպասում։ Մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան, սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը։ Այո։ Իրապես մենք բոլորին էլ չենք քաշվում, երբեք էլ չենք խուսափում Աստծո դատաստաններից խոսելուց։ Այո։ Որովհետև մարդկանց պիտի արտասնես։ Դրանք զգուշացում է։ Եթե միտեղ կրակ կայրված, որ պիտի վնասի, պիտի ասես, որ այդտեղ կրակ կա։ Մի մոտեցիր կամ այդտեղից փախիր։ Այո։ Պիտի գա դատաստանի օրը։ Սարսափելի բան է։ Հովանես եղբայր, նյութը մի փոքր շեղենք, ձեր եկեղեցու մասին մի փոքր տեղեկություններ, ինչ գործունեություն ունեք, նպատակային ինչ ունեք։ Մեր եկեղեցին կոչվում է Հիսուսը բժշկում է կոտրած սրտեր քրիստոնեական ծառայություն, քրիստոնեական եկեղեցի եւ մեր այն զետեղված է 3063 Los Feliz Boulevard, Los Angeles, California 90039 շենքի մեջ հասցեում, որը իրականության մեջ արտաքինով այդքան էլ չի դիտվում որպես եկեղեցի, բայց ավելի շատ դիտվում է որպես հավաքատեղ եւ ներսում եկեղեցի ինչ է, եկեղեցի միտքը այն է, որ մարդիկ եկեղեցին այսօր ես եւ դու ենք, եկեղեցին կառույցը չէ, որտեղ մենք հավաքվում ենք իրապես պաշտելու մեր Փրկիչ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեր նպատակը ինչպես միշտ ես ասեմ, որ թեպետ ես այսօր հովվական գործունեության մեջ եմ, բայց իմ հիմնական կոչումը Աստծուց ավետարանիչ լինելն է եւ ես
հաստատ համոզված եմ, որ Տերը ինձ օծել է այդ ծառայության մեջ լինելով ավետարանիչ, եւ եկեղեցու ամբողջ կենտրոնացումը, մեր համայնքը փոքր է, մենք ունենք մոտավոր 100 հոգի մարդ մեր եկեղեցու մեջ, բայց ամբողջ եկեղեցու նպատակը եւ ամբողջ եկեղեցու, ինչպես ասացի, մենք դրամական զոհաբերություններ ենք անում եւ ավետարանչական արշավներ են կազմակերպում, քրուսեյդներ եւ տարբեր միջոցներ, եւ նպատակը մեկ բան է, որպեսզի կարողանանք այս խավար աշխարհին, մեր կորած ժողովրդին, մեր տառապած ազգին, մեր խեղճ եւ տանջված ժողովրդին, հայ ազգին, կարողանանք հասկացնենք այն փրկության լուրը, այն ճշմարտության հույսը, որ կա Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ եկեղեցու ամեն մարդ իր ամբողջ լուման, իր ամբողջ ջանքը եւ գործունեությունը դնում է մեր առաջնային գոլը, մեր առաջնային նպատակը մի բան է, որպեսզի կարողանանք ավետարանը հասցնենք ամեն մեկ անձնավորության, առավել եւս հասցնենք ամեն հայ ընտանիքի։ Այո, շատ քիչ է միայն ասել, որ մենք 1700 տարվա քրիստոնյա պետություն ենք, շատ լավ է, գերազանց է, ուրիշ ազգերի մոտ պարծենում ենք, հպարտենք, որ առաջինը պետականորեն ընդունեցին քրիստոնեությունը, բայց երբ որ քննում ենք, տեսնում ենք, իրապես քրիստոնյաներ ենք, Աստծո ուզածի պես քրիստոնյաներ ենք, քրիստոնյա ծնունդ ունեցանք, թե քրիստոնյա դարձանք, եւ տեսնում ենք, որ շատ բաների մեջ ձախողած ենք, ահա սրա համար անհրաժեշտ է առատությամբ Աստծո խոսքը տրվի, այո, մարդիկ ճշմարտության կարոտ են, եւ վերջին ժամանակների մեջ մենք տեսնում ենք բավականին արթնություն, անգամ մարդիկ, որ ժամանակին ծաղրել են, հակառակ են կեցել, անգամ մարդիկ, որ ասել են, այս ամենը բիզնես է եւ այլն, այսօր հավատքի են եկել եւ իրենք խոստովանում են, որ մենք այն ժամանակ չենք հասկանում, մեզ թվում էր, որ սա այս ամենը մի կառուցված, պատրաստված մի խաղ է, սրա մեջ բիզնես կա, բայց երբ որ ճշմարտապես Քրիստոսին ճաշակեցին, մարդիկ հասկացան, որ սա ինչ մի կոչ է, սրտի կոչ է, որ սիրելիներ, ապաշխարեցեք, Տիրոջը դարձեք։ Սիրելի եղբայր, այսօր շատերը նպատական եւ երջանիկ կյանքի են ձգտում, բայց ձախողում են, ինչու։ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Աստված մարդուն ստեղծեց, մարդու հոգու մեջ հավիտենությունը փնտրելու փափագը դրեց։ Այդ մասին ասում է Սուրբ գրքի ամենահարուստ, ամենահանճար, իր ժամանակի մեջ ամենաճանաչված, եւ ես կարող եմ ասեմ, մինչև այսօր էլ նրա թագավորության փառքը, որ կար այդ ժամանակի մեջ, չկա մինչև առ այսօր, դա Սողոմոն իմաստունն էր, որի մասին մենք գիտենք ինչպիսի փառավոր թագավորություններ, նրա բոլոր ուտեղենները եւ նրա բոլոր ափսեները եւ բոլոր սկյուտեղները եւ ամեն բան ոսկուց էր, բոլոր անկողիները փղոսկրից էր, իր երկրի մեջ արծաթը այդ ժամանակվա մեջ գետնի ցեխի հավասար արժեք ուներ եւ այդ մարդը գրում է հետեւյալ խոսքը Աստծո շարժված, ասում է Աստված արարեց մարդուն եւ հավիտենությունը փնտրելու փափագը դրեց մարդու մեջ։ Ժողովող 3:8։ Ամեն։ Ամեն մարդ փորձում է ստի հոգու գոյատևության եւ հոգու գոյության վրայով։ Եվ ամեն մարդ ուզում է ասի, որ հոգի գոյություն չունի։ Բայց միևնույն է, մարդը կարող է լինի աթեիստ եւ ուրանա հոգին, բայց իր ուրանալով իր միջի հոգին չի ոչնչանա, որովհետեւ Հիսուսը մի հայտնի խոսք ասեց. մարմինը օգուտ չունի, հոգին է կյանք տալիս։ Այո։ Հոգին մեր ներսում է, չի երևում։ Այն նման է ճիշտ օդի, որը չի երևում, այն նման է ճիշտ քամու, որը չի երևում, բայց մենք չենք կարող ասել օդը գոյություն չի, մենք չենք կարող ասել քամին գոյություն չի, որովհետև մենք գիտենք, որ այն գոյություն է։ Ճիշտ նմանապես հոգին մեր ներսում չի երևում, բայց այն այնքան կարևոր գոյություն է, որ մեր մարմնին տալիս է կյանք, եւ երբ մարդը մահանում է, կատարվում է հետեւյալ փաստը, սա փաստ է։ Մարդու միջից կենթանարարը, այսինքն հոգին դուրս է գալիս եւ մարդու մարմինը այլևս ոչինչ բանի պիտանի չէ։ Ինչու եմ սա նշում, եղբայր, դու խոսեցիր երջանկության մասին, որովհետեւ մարմինը հագենում է աշխարհային բաներով, հոգին չի հագենում աշխարհային ոչ մի բանով։ Աստված Աստծո մասին Աստվածաշունչը վկայում է, որ Աստված հոգի է։ Այսինքն, եթե ես իմ մեջ ունեմ հոգի եւ Աստված էլ հոգի է, իմ հոգին եւ Աստծո հոգին
Ավելի ճիշտ իմ հոգին կբավականանա, կբավարարվի, կկշտանա, կհագենա այն ժամանակ, երբ որ հանդիպի իր ստեղծողին, երբ որ հանդիպի Աստծուն։ Մարդիկ երջանկության փնտրտուքների մեջ են, բայց շատ ցավոք սրտի շատ մեծ բազմություն աշխարհի մեջ, շատ մեծ բազմություն հետևում է գտնելու երջանկությունը յուրովի, եւ նրանք հետևում են աշխարհի ընթացքին, աշխարհի կուրսին, ինչպիսի կուրսով է աշխարհը գնում։ Աշխարհը գնում է դրամի, ցանկությունների եւ տարբեր տեսակ զեղությունների կուրսով, եւ մենք տեսնում ենք միլիոնատեր եւ մալտիմիլիոնատեր մարդիկ, որոնք գնացին եւ իրենց կյանքի վերջում իրենց կախեցին, իրենց ատրճանակով սպանեցին, տարբեր ընտանիքի դժբախտություններ, նեղություններ, ու մենք, եթե մենք ողջամիտ գտնվենք եւ ողջախոհ գտնվենք, այդ պահին պիտի մի ակնթարթ գոնե վերցնենք ու մտածենք, ասենք, որ այս մարդիկ, որ այսքան ունեին ու դրանց վերջը պսակվեց ինքնասպանությամբ կամ ընտանիքի փլուզումով, կին ամուսնուն դավաճանեց եւ տարբեր տեսակ անօրեն արարքներ կատարվեցին տան մեջ, ուրեմն նշանակում է սա չէր երջանկության փնտրտուքը եւ նշանակում է ես մի պահ պիտի կանգնեմ եւ միտք առնեմ, այս ճանապարհով այս մարդը գնաց եւ դրամական մեծ հաջողության հասավ, բայց վերջում այսպիսի դժբախտություն իր հետ պատահեց, ուրեմն նշանակում է դրամը չէ իրական երջանկության աղբյուրը։ Ինչն է իրական երջանկության աղբյուրը։ Մենք բոլոր մարդիկս, որ ստեղծված ենք, առանց Աստծո մենք ունենք եւ մենք գիտենք մեր իմացած, յուրովի, մեր կերպով իմացած երջանկության աղբյուրը։ Բայց ես քաջալերում եմ եւ Տեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ ամեն մեկին, որ հիմա դիտում է այս հեռուստաշարը, վերցրեք Աստվածաշունչը եւ ձեզանից հեռացրեք ամեն տեսակ արգելք եւ ամեն տեսակ խոչընդոտ եւ պարզ մտքով ընթերցեք Աստվածաշունչը ու դուք կտեսնեք ձեր հոգում ինչպիսի փառավոր հանգստություն է գալիս։ Դուք անմիջապես կզգաք այդ, որովհետև այդ ժամանակ խոսքի միջոցով քո ստեղծող Աստվածը կարողանում է մոտենա քո հոգում։ Երբ նա մոտենա քո հոգում, դու իրապես կզգաս ինչպիսի ներքուստ մի ցանկալի եւ փառավոր հանգստությամբ կհանգստանաս դու։ Այո, սիրելի եղբայր, մեր ժամը ուղղակի թռավ։ Կարելի ասել Հակոբ եղբայրը ցույց է տալու, որ ընդհանրապես 1 րոպե ժամանակ ունենք խոստովանության աղոթք, թերևս Աստված սրտեր պատրաստեց հիմա եւ մարդիկ պատրաստ են Տեր Հիսուսին այո ասելու։ Խնդրեմ։ Խնդրում եմ, եթե այս ամբողջը խոսեց քեզ հետ, միացիր ինձ հետ։ Ես ուղղակի կառաջնորդեմ աղոթքի մեջ, բայց դու պիտի այն անես քո սրտով։ Դու չպիտի կրկնես իմ խոսքերը, այլ դու պիտի անես քո սրտով, եւ եթե այսօրվա հաղորդումը, այս ժամը, որ մենք միասին անցկացրինք, խոսեց քո սրտի հետ, վերցրու ձայնդ ինձ հետ միասին ու ասա. Տեր Հիսուս, ես հիմա ամբողջությամբ իմ սիրտը բացում եմ քո առաջ։ Տեր Հիսուս, ես խոստովանվում եմ, որ ես մեղավոր եմ եւ խնդրում եմ քո որդու Հիսուսի արյունով Հայր ներես իմ բոլոր հանցանքները։ Այսուհետ ես Հիսուսին ընդունում եմ իմ անձնական Տեր եւ Փրկիչ եւ բոլոր երևացող ու չերևացող ուժերի առաջ հռչակում եմ։ Այսուհետ Հիսուսն է իմ Տերը, Հիսուսն է իմ անձի Տերը, Հիսուսն է իմ տան Տերը։ Եթե դու այս արեցիր ամբողջ անկեղծությամբ եւ միամիտ սրտով, շարունակիր հետևել Աստվածաշնչին, գտիր քեզ համար ճշմարիտ Տիրոջը երկրպագող եկեղեցի եւ միացիր այդ եկեղեցուն եւ շարունակիր կյանքդ Քրիստոսի մարմնի մեջ ու սպասիր նրա փառավոր հայտնվելուն, որը արդեն դռների մոտ է, նա կգա եւ չի ուշանա եւ նրա գալուստը շատ մոտ է։ Տերը մեծապես օրհնի եղբայր, որ մասնակցություն բերեցիք մեր հաղորդման մեջ։ Սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Ամեն։
շավիղները սովորեցնում դու մեզ ճշմարտության առաջնորդիր զավակներին և քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ Տեր մեր իրազգիս մեղքերն անթիվ բացիր աչքերը կուտ լուսավորիր նրանց քո լույսով Տեր մեր իրազգիս մեղքերն անթիվ բացիր աչքերը կուտ լուսավորիր նրանց քո լույսով Հայաստան ունես կարիքը Քրիստոսի Հայաստան դարձի քո ճանապարհներից Հայաստան ունես կարիքը Քրիստոսի Հայաստան դարձի քո Բայց ես գիտեմ մի բան, ես թողեցի աշխարհի երգը, բայց իմ շուրթերի վրա առա ճշմարիտ երգը։ Եվ նա, որի անունը ես երգեցի, նա ինձ ասաց մի բան. երբեք քեզ չեմ թողնի, երբեք քեզ երեսիցս չեմ լքի։ Եվ մինչև այսօր իմ երեխան հացի կարիք չունեցավ, եւ մինչև այսօր ես որևէ մեկին ձեռքս չմեկնեց ասելու կարիքի մեջ եմ, ինձ որևէ կերպով հոգա, Աստված հոգաց եւ ես համոզված եմ Իմ Աստվածը այս երկնքներից բարձր է եւ այս քո ճամփաները ցույց տուր մեզ շավիղները սովորեցնում դու մեզ ճշմարտության առաջնորդիր զավակներին եւ քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ Տեր մեր իրազգիս մեղքերն անթիվ բացիր աչքերը կույր լուսավորիր նրանց քո լույսով Տեր մեր իրազգիս մեղքերն անթիվ բացիր աչքերը կույր լուսավորիր նրանց քո լույսով